Հայաստանի միջհամայնքային ճանապարհներից մեկն է։ Նկարահանումներն արվել են նախորդ տարի եւ վստահ եմ, նման տեսարանի հնարավոր է ականատես լինել Հայաստանի ցանկացած հատվածում։ Ֆերմերները սովորաբար այս մեթոդով են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, որովհետեւ այլ տարբերակ չունեն։ Խնդիրը գրեթե միշտ նույնն է՝ ռոռոկման ջրի բացակայությունը։ Հենց հիմի կառավարությունը միշտ ջուրը բացում են, առավոտ Սևանը բացում են։ Դու բացե։ Շո, իմի ճանապարհը բերեք մի ոնց կազմակերպած փագեցիք, այտենց բացեք, խնդրում եմ ձեզ։ Ես դες տաղավարի ասում եմ, ջուրը բերում ենք ախպեր։ Ահա, մատը եկավ, վստահեցրեց, որ անհրաժեշտ ռոռոկման ջուրը բաց կթողնեն Սևանից եւ իրավացի եղավ։ Ջուրն իսկապես վերցրին Սևանից։ Գրեթե ամեն տարի ռոռոկման ջրի պակասի խնդիրը հենց այսպես էլ լուծվում է Սևանի հաշվին։ Իսկ մինչեւ երբ, մինչեւ կբարելավի Հայաստանի ռոռոկման համակարգը, կասեն պատասխանատու պաշտոնյաները։ Ինչ է արվում դրա համար։ Օրինակ, վերջերս խորհրդարանը հաստատեց 100 միլիոն եվրոից ավելի վարկային համաձայնագիր, որի նպատակը հենց ռոռոկման համակարգի բարելավումն է։ Ահա Վասիկ, մի դրվագ համաձայնագրին վերաբերող հարցի պատասխանից։ Ունենք չմշակվող հողեր, որոնք ռոռոքելի տարածքներում են, ունենք չռոռոքվող հողեր, թիվը, որի հետ մենք աշխատում ենք, մոտավորապես 100,000 հեկտար է, բայց կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կողմից ունենք հանձնարարական 100,000 հեկտարը հասնել ապագայում 700-800,000-ի։ Ասում եք 100,000, ուզում եք դարձնենք 800,000։ Լավ եք անում, իմ հարցը վերջի 5 տարվա ընթացքում ինչքանից ինչքան եք դարձրել։ Այսինքն դուք պիտի առնվազն 20-ը 100 դարձրած լինեիք, լավ 30-ը 100, 50-ը 100 դարձրած լինեիք, գոնե կրկնապատկեիք, որ 8-ա պատկելու ձեր հայտարարությունը առնվազն սկեպտիկ չընդունվեր։ Եվ իսկապես նախորդ տարիներին կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ է ներգրավել ռոռոկման համակարգի վերանորոգման եւ ջրամբարաշինության համար։ Ենթադրվում է, որ կատարված աշխատանքի արդյունքը կարելի է գնահատել ըստ ռոռոքելի հողատարածքների մակերեսի աճի։ Հայաստանում կա 450,000 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որոնցից մշակվում է 250,000-ը։ Մնացած 200,000-ը մատնված է պարապուրդի։ Օգտագործում են ռոռոքովին 100,000 հեկտարի չափով, ինչը վիճելի է ինձ համար, եթե 100,000 հեկտարը բաժանում ես Հայաստան մարտադրված պտուղ բանջարեղենի վրա, որ հեկտարի կտրվածքով ինչքան միջինը պետք է պտուղ բանջարեղեն ունենան, այդ թվի չի համապատասխանում։ Եթե կորուստը ջրի հաշվենք 60%, մոտավորապես 40,000 հեկտարի կտրվածքով է ջուրը օգտագործում։ Հայաստանում գյուղոլորտին, այդ թվում ռոռոկվող հողատարածքներին ու ջրին վերաբերող տեղեկատվությունը խիստ մոտավոր է։ Հայաստանում չկա ռոռոկման եւ մյուս նպատակներով օգտագործվող ջրի չափման համակարգեր։ Ըստ այդմ, պետությունը չունի ջրաչափման քիչ թե շատ ճշգրիտ տվյալներ։ Եթե 150,000 հեկտար անջրդի հողերը մշակվեին, առնվազն կլիներ 250-ից 300,000 տոննա հացահատիկ։ Դա էլ չկա։ Խնդիրն այն է, որ չկա ջրային ռեսուրսների ենթակառուցվածքների բարելավումը չափելու միջոց։ Գուցե ասֆալտապատված ճանապարհներին հարակից ջրագծերի վերանորոգումը հնարավոր է տեսնել, կամ Վեդու ջրամբարը, բայց մնացած հարցերում ստիպված է ապավինել թվեր հրապարակող պաշտոնյաների ազնվությանն ու ճշտախոսությանը։ Ինչ մշակաբույսեր են աճացվում մակերեսային արտահայտումով ըստ համայնքների, դրանց այն հատվածը, որոնք գերնորմատիվային հողեր են, դրանց ռոռոկման ցանցի, ինչպես ներքին, այնպես էլ մագիստրալային ուրեմն համակարգի վիճակը, որտեղ կոնկրետ կորուստներ կան, չէ, որպեսզի հասկանանք ինչքան հող է մշակվում կոնկրետ հիմա այս պահին եւ ինչքան ջուր է հարկավոր եւ ինչ կորուստներ ունենք։ Այ հենց նման տեղեկատվության պակասն այսօր ունի քաղաքացին։ Ասենք, այսինչ մարզի այս համայնքում կա այսքան մշակելի հող, որից այսքանը ռոռոքելի է, այսքանը ոչ։ Հողն այս տեսակի է, աճեցվում են այսպիսի մշակաբույսեր, քարտեզներ, որտեղ կարտացոլվի այդ ամբողջ տեղեկատվությունը, նաեւ ջրագծերը, նորոգված եւ մաշված։ Մի կողմից տեղումների քանակությունը նվազում է, մյուս կողմից մարդու գործունեության դեգրադացիոն process-ներով ջրահավաք ավազաններում ջրի նվազում է գնում, մյուս կողմից այդ մեր ծերացած այսպես գյուղատնտեսական տեսանկյունից եթե դիտարկենք հողերը, որոնց որ կլանման եւ ջուր պահելու ուրեմն այդ գործակիցը բավականին ցածր է։ Երվանդաշատի բագարանի այդ հատվածում բազմաթիվ ֆերմերներ, ովքեր հողեր են գնել, մեծ քանակությամբ հողեր են գնել եւ ջրի դեֆիցիտ ունեն արդեն։ Ու ունենալու են Ախուրյան գետը այդքան չի կարողանալու ապահովել, իսկ մարդիկ արել է, որտեղ իրենց խոստացել է։ Այս դեպքում ոլորտի պատասխանատուները մատնանշում են կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, բայց արդյոք դա լուծում է։ Եթե ջուրը կորում է, միջև քո բոստան հասնելը, ոչ թե բոստանիդ մեջ։
Կաթիլային ոռոգումը ինչքան ուզում ես արա, բայց եթե Սևանից ենթադրենք դուրս եկավ այդ ջուրը կամ ինչ-որ ջրամբարից դուրս եկավ, հասավ քեզ, միջև քեզ հասնել է 55-60% կորում է այդ ջուրը, այդ քո տնտեսումը դա չնչին ցուցիչ է։ Այս ամենից բացի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կան պարզագույն հարցեր, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում։ Օրինակ, ինչպես է որոշվում ոռոգման ջրի սակագինը։ Դա 2010 թվականին կառավարության ընդունած որոշում է, որով սահմանվել է 2012-ից 16 թվականների համար ջրային տնտեսության կառավարման ռազմավարությունը։ Այսինքն մարդիկ վերցնում են մինչև 16 թվի համար նախատեսված ռազմավարությունը, որտեղ նաև սահմանված է, որ 12-ից 16 թվականներին ոռոգման ջրի սակագինը պետք է աստիճանաբար բարձրանա, վերցնում են 12 թվականի սակագինը ու ամեն տարի դա են կիրառում։ Ինչպես պարզեցինք, Հայաստանում սպառվող ջրերի չափում գրեթե չի իրականացվում։ Ըստ այդմ ֆերմերը տեղյակ էլ չէ, թե իրականում որքան ջուր է սպառել։ Չկա որևէ իրավական փաստաթուղթ, որում սահմանված է, որ ասենք 1 հեկտար իմ մակերեսի, ասենք, հողատարածքի համար ես ունեմ օգտագործելու այսքան ջուր։ Ու ոչ մեկ նաև չի չափում, թե ես ինչքան օգտագործեցի արդյունքում։ Եթե ջրաչափումն արվում է մոտավոր հաշվարկների հիման վրա, ապա մեկ այլ տրամաբանական հարց է առաջ գալիս. Բա ինչպես են հաշվում ջրային համակարգի կորուստները։ Կեսից ավել, ասենք, ոռոգման ջուրը ճանապարհին կորում է, բայց միգուցե չի կորում, եթե այդ ամեն ինչը չափենք, կտեսնենք, որ բազմաթիվ, ասենք, հնարավոր է օգտագործողներ լինեն, որոնք նույնիսկ չեն էլ վճարում դրա համար։ Իսկ դա գրանցվում է որպես կորուստ ջրի։ Ոչ մեկս չգիտենք, թե այդ ոլորտում ինչ է կատարվում։ Ստացվում է, Հայաստանը տարիներ շարունակ խոշոր վարկային միջոցներ է ներգրավում ջրային համակարգի ենթակառուցվածքների նորոգման եւ արդիականացման համար, բայց ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող բազմաթիվ փոքր ու մեծ հարցերի այդպես էլ չի կարողանում լուծում տալ։ Ինեսա Գաբայանին հուլիսի 10-ին նշանակել է ջրային կոմիտեի նախագահ։ 7 ամիս հետո հանել է։ Հետո բերել են Վարդան Մելքոնյան։ 11 ամիս աշխատել։ Հետո եկել է Կարեն Սարգսյան, այս մեկը բարեբախտությունն է, մի տարի ու կես աշխատել է, միակ երկար աշխատածը Վահագն Գևորգյանն էր 3 տարի աշխատել, Ուրանոր ջրային կոմիտեի նախագահն պարոն Խուդատյան 3 հանել է։ Միրգ բանջարեղենի խանութներում հաճախ կարող է տեսնեք միրգ կամ բանջարեղեն, որի մակնշումից պիտակներից կարող եք միանգամից հասկանալ, որ այն բերված է Իրանից։ Հիմա ավելի քիչ, քանի որ Իրանում պատերազմ է։ Բայց այստեղ հարց է առաջանում. ինչպես է սակավաջուր Իրանը, երկիր, որը ծովի ջուրը թորելով, աղազերծելով ոռոգում է իր տարածքները, կարողանում աճեցնել միրգ եւ բանջարեղեն եւ արտահանել Հայաստան։ Պատասխանը շատ պարզ է։ Այդ ոլորտը Իրանում համակարգում են կոմպետենտ մարդիկ։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։